Հինգերորդ արկանը խոսում է այն մասին, որ քո բնական, բնածին իծն է տաղանդը, դա անընդհատ, որ դու պետք է այսօրվա դրությամբ զարգացնես քեզ, գիտելիքներ ձեռք բերես, նեղ ուղղությամբ սեփական քո նպատակների եւ ճնշմարտության որոնման համար։ Այսպեսի մարդը մեծարում է բոլոր ավանդույթները, քիչ է հետաքրքրվում նյութական ունեցվածքով եւ նրա իրական հետաքրքրությունը իր ուսմունքները բոլորի, տեսնում եք, ցանկացողներին քարոզելն է։ Այսպեսի մարդիկ իրենց կյանքի երկրորդ կեսին կարելի է ասել նրանք դատապարտված են դառնալ մեծ հեղինակություն, որի խորհուրդը մարդ չի ամաչի ինչ-որ խորհուրդ հարցնել։ Կարող են լինել լավ ուսուցիչներ, Ստեղ կարևոր է, որպեսզի դուք աշխատեք այնպիսի ներկայիս աշխատանքների հետ կապված, որը որ հավատ եւ գիտելիքի հետ կապ ունի, կանոններ եւ արարողություններ, դա քարտը կարող է ձեզանից պահանջել, որ միշտ խաղաք կանոններով, հետևյալ կամ ընդհանուր ընդունված, նորմերին, եւ այստեղ հետևեք աստվածային օրենքներին։ Նաեւ խոսում է, որ ձեզ մոտ պետքա լինի խղճի ազնվությունը եւ յուրաքանչյուր մարդու ներքին լույսը, Այստեղ ձեզ մոտ շատ կարևոր պետք է լինի ուսումնասիրությունը, ճշմարտության ճանաչումը, լայն իմաստով եմ ես սա ասում, որովհետև դուք կարող եք դառնալ ճանաչված վարպետ, ուսուցիչ, ցանկացած ինչ-որ հոգևոր պրակտիկայում, եւ արժանանակ համընդհանուր ճանաչման, որովհետև այսպիսի մարդիկ կարող են դառնալ գերազանց նաեւ յոգեր, տարոլոգներ, աստղագուշակներ, լավ հոգևոր ուսուցիչներ, գաղտնի իմաստը ձեր կյանքի ընթացքում, այստեղ ձեր գիտելիքներով նաև պետք է կիսվեք մարդկանց հետ, սովորեցնեք, ֆիզիկական կարգապահությունը պարտադիր պետք է պահեք, լինեք էկոլոգիապես մաքուր, որովհետև կարգապահությունը այստեղ շատ մեծ կարևոր են։ Այսպիսի մարդիկ կարող են հաջողություններ իրենց գտնել տեղեկատվության, ուսուցման, կուտակման, կազմակերպության մեջ, Խոստումնալից բավականին լավ ոլորտներն են, օրինակ ուսուցիչ, հռետոր, նաև ինչու՞ չէ իրավաբան, հոգևորական, դասախոս, փաստաբան, դատավոր, մարզիչ, բժիշկ, բուժող, հոգով են նաև,